մեկ ավարտում է առաջին թայմը եւ երկրորդ թայմի ամենասկզբից դուրս է գալի Դանի Օլմոն ստարտվի սաստավում եւ սկսում ենք երկրորդ թայմը։ Բարսան մի անգամից սկսեց հարձակվել եւ նորից լավ պահեր ենք ստեղծում, բայց արդեն երբ որ դուս եկավ Յամալը, Լամին Յամալը, ով ստացել էր 6 կոմենտարիվ տրավմա, Յամալը առաջին կասանյով դրիբլինգ անում, ժամանալի է որ չհակավ պաշտպանին, դրիբլինգ արեց ու լավ պատաճարեց ու գոլ խփեցին, Լոբերտ Լևանդովսկին, без комментариев, ես չեմ լեզում ոնց որ չուզեմ խոսա, Ռոբերտ Լևանդովսկին գոլ ախքում ու հաշիվը դառնում է 2-1։ Սենց ասեմ, դրանից հետո չմտածեք ես Յամալի ինչ-որ բան եմ ասում, զուտ Յամալը որ չտեսա Յամալին, տես լավ պահեր ինքը չստեղծեց, բայց նու կարելի հասկանալ տրավմայից հետո է, կարող մի քիչ կոդրված վիճակում է, ես որ օքեյ է։ Բարսան սկսեց ավելի սենց թեթև պաշտպանողական խաղալ, իսկ Ռեալ Սոսիեդադը սկսեց հարձակվել լավ ու պաշտպանությունը մեկ-մեկ իրենց դավանություններ անում, քիչ որ կոդրվեին։ Այդպես է ավարտվում է երկրորդ թայմը, ոչ մի ուրիշ բան հետաքրքիր չկատարվեց։ Բարսան հաղթեց 2-1, դուք էլ լայքեր դրեք, պատվիսկ եղեք, կոմենտներում ինչ-որ հետաքրքիր բաներ գրեք, որ կարդամ, տանը բան չունեմ անել, ինձ կոմենտներ կարդամ։ Լավ։ Այսքան կարդենք մեր վիդեոն, չմոռանաք լայքել եւ բաժանել, դե ես գիտեմ, пока-пока, пока-пока։